Բոլորին բարի օր։ Այսօր մի հատ տեսանյութ եմ նայում ու որոշեցի այսպես կարճ վիդեո հրապարակեմ տեսանյութի տեսքով, էլի, ասես զապիս։ Այդ տեսանյութը տեսել են երևի շատերը։ Ուզում եմ հարց տամ Վազգեն Սարգսյան երջանկայի հիշատակ Վազգեն Սպարապետի եղբորը, ավելի ճիշտ քերոջը Արամ Զավենովնային։ Քեզ ուզում եմ ուղղակի մի հատ կամ երկու հատ հարց տամ։ Տեսանյութի մեջ, հա, չէ, մինչև տեսանյութին անցնելը, քեզ ուզում եմ հարց տամ, դու օրինակ Վազգենի աղբերը լինելով հանդերձ, դու հիշում ես Վազգեն Սարգսյանը ոնց էր վերաբերվում, ասենք, գեներալ Մանվել Գրիգորյանին, հա, Արամ Զավենի Սարգսյան։ Հիշում ես ինքը ոնց էր գովում Մանվելին, ասում էր Մանվելը մեր պետության կայացման այն հիմնաքարերից մեկն է, որ մեզ օգնեց Արցախ ազատագրեցինք, որ մեզ օգնեց, չգիտեմ, շատ ու շատ գործերում, որ ասում էր Մանվելը իմ գլխի վրա տեղ ունի։ Ես վստահ եմ, դու այդ կադրերը հիշում ես, միգուցե նաև այդ միջոցառման ժամանակ, որտեղ ելի եմ կրկնում երջանկա հիշատակ Վազգեն Սարգսյանը բաժակը ձեռքը Մանվելին էր գովում, միգուցե դու դե նաև ներկա էիր, որպես Վազգենի աղբեր, բայց այսօր մի հատ տեսանյութ եմ նայում, հա, որտեղ դու կոստյում շալվարով, միմոսի դեմքով, կփորձեմ չհայոյեմ քեզ, կանգնած ես Էջմիածին քաղաքում, գրդոնչու հետ, մի հատ բառիս ամենաուղիղ իմաստով չընթրլո գյոթի հետ, հարություն մկրչան, ու այդ չընթրլո գյոթը քո կողը կայնած, ցույց է տալի ինչ-որ մի հատ բեսեդկա է, տոլի օբյեկտ է, ինչ է, ասում ես Մանվելի ժամանակներից մնացած շինություն է, մենք էսի պետք է քանդենք, էսի Մանվելին էր պատկանում վախտին, զգում ես, Արամ Զավենի Սարգսյան, դու ինչքան սրբապիղծ տեսակ ես, հա, կրկնում եմ, քո մեծ աղբեր Վազգենը, մեծ, երևի մեծ աղբեր, ես կարող եմ սխալվեմ, այսինքն Վազգեն Սարգսյանը երջանկայի հիշատակ եւ գեներալ Մանվել Գրիգորյանը մարտական ուղի ունեն անցած։ Դու քո քաղաքական PR-ի համար, պաշտոնի համար բերել ես քո կողքը մեր հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում կանգնեցրել ես մի հատ չընթրլո գյոթի, չընթրլո գյոթ, ով իր կյանքով մեկ փախած է եւ Մոսկվայից, եւ Էջմիածնից, ու հոլովում ես Մանվել Գրիգորյանի անունը, դու եթե այդքան հայրենասեր տղա ես, ոնց որ գոռում ես դու ընդդիմություն ես, հա, ոնց որ ընդդիմություն եղար, գնացիր մտար քաղաքապետարան, Նիկոլի հետ, Զեյնալյանի հետ դաշինք կնքելով, այն չոլախ գյոթը որ կա, ներողություն քֆուրի հիմար, դու ընդդիմություն ես, Պուտինն է մեղավոր, մի անգամ մոտեցել ես Նիկոլ Փաշինյանին, հա, հարցես տվե, ասել ես Նիկոլ Փաշինյան, 18 թվին գեներալ Մանվելի գլխին տուշոնկի գործ սարքվավ, կարվավ, որ տուշոնկա յա գողացե, այս արը, են արը, հա, գեներալ Մանվելը իմ երջանկա հիշատակ աղբոր հետ շատ մոտ էր, ես ուզում եմ մի հատ որպես Վազգենի աղբեր, ավելի ճիշտ Վազգենի քուր, քեզ մի հատ հարց տամ, այդ տուշոնկի գործը ինչ է լավ, իտոգում Մանվելը մեղավոր էր, թե չէ, այդ հարցը տվել ես երբևիցե Փաշինյանին, չէ, բախի չէ, ոնց կարաս դու լնես Վազգենի աղբերը, հարա, էլ եմ կրկնում, մի հատ չընթրլո գյոթի բալի հետ, եկեք այնել ես Էջմիածնում, այդ չընթրլո գյոթն էլ, որ կյանքի մեջ առաջ անգամ է կոստյում հագնում, ով երազում է դառնալ Էջմիածնի քաղաքապետ, գրդոնչին, Մոսկվայում ուղղահայաց ժպիտ հոտոտողը, լիզողը, քո ներկայությամբ ասում այսի Մանվելի օբյեկտնա պետք է քանդենք ամեն ապօրինություն պիտի վերան, հա, ու դու մալի պես գլուխդ կախ, կողը կանգնած ես, միթե այդ քաղաքական պաշտոնը, այդ քաղաքական դիվիդենտները, կամ այդ, չգիտեմ էլի, այդ պոռնկա խաղը ավելի թանկ է մարդկային ինքնասիրությունից, հա, կամ քո աղբոր պատվից, քո աղբոր անունից, քո աղբոր ով շատ մոտ էր Մանվել Գրիգորյանի հետ, հա,
Դու է պետք է մի փոքր 0.01%-ով նմանվես գոնե Վազգեն Սարգսյանին։ Չի ստացվի, չէ՞ քո մոտ։ Ու քո տեխնացուն այդ չոլի չընթրլոն, չեն, Հարություն Մկրտչյանը։ Մտածում է, որ ինքը ընդդիմադիր խաղալով իմ եկեղեցու հոգևորականներին սրբապիղծ անվանելով ինքը պիտի հայերի հոգևոր կենտրոն էջմիածնում ձայն հավաքի։ Բա դու դրա հետևանքների մասին չես մտածել, Արամ Զավենի Սարգսյան։ Բայց եթե դու չես մտածում, որ հանգարց միամիտ ես կարող եմ մի կողմ դնեմ, որ Վազգեն Սարգսյանը քո աղբերն է։ Ու միամիտ Նիկոլ Փաշինյանին ղրգեմ արձակուրդ, իմ մյուս Facebook-յան էջով հանվեմ լարեմ քո հետևից ու քո նավարի հետևից։ Դու մեկին ես բերե առաջադրես Էջմիածնի քաղաքապետի պաշտոնին, ով չունի ոչ մի սրբություն։ Ով Վազգենի, քո աղբոր Վազգենի, երբ որ մտնում էր եկեղեցի մոմել վառում Վազգենը, եկեղեցականներին, այդ մտած եկեղեցականներին անվանում է սրբապիղծ։ Դու լուռ ես, կողը կանգնած ես։ Ու դու համամիտ ես այդ չոլի չընթրլոյի հետ։ Ուրեմն չընթրլոյել դու ես։ Իրավունք ունեմ այդպես մտածեմ։ Արամ Զավենովնա։ Հա՞։ Արա մի քիչ տղամարդ էլի, մի քիչ պաշտոնի համար, ես իմ PR-ի համար, յուղոտ թիքա փախցնելու համար, աղբորդ հիշատակը մի պղծի։ Տես հələ քեզ քֆուր չեմ անում։ Բայց դու դրան արժանի ես։ Վազգենի խաթր քեզ քֆուր չեմ անում։ Որտեվ Վազգենը եղել է հայկական բանակի, հայկական զինված ուժերի հիմնադիրը։ Հայկական զինված ուժեր, ովքեր ազատագրել են Արցախ։ Հասկացար։ Իսկ դու ով ես։ Քո կյանքով մեկ։ Հա՞։ Որը թմես զուգարան չորփոր ես սլնում, կամ լուծ։ Զուգարանից գոռում ես Պուտինն է մեղավոր։ Այդ չոլի չատլախին կողից հետ հեռու տար։ Եթե չես ուզում հավասարազոր պատասխանատվություն կրես այն ամեն ինչի համար, ինչ անում է Հարություն Մկրտչյանը։ Էս իսկ հուշացման կարգով, մնացը դու ես որոշում։ Որտեղ դու արդեն վաղուց կարմիր գծերն անցել ես։ Հուսով եմ հասկացար։